Ողջույն հարգելի ռադիոլսողներ, լրատվական ռադիոյի եթերում իր աշխատանքն է սկսում Թարմուղեղով հաղորդումը, տաղավարում այսօր աշխատում է Լուսինե Հովակիմյանը, ովքեր մեզ դիտում են մեր կայքեջում լրատվական.am հասցեով, արդեն տեսնում են, որ տաղավարում հյուրընկալվել է ռեժիսոր, բեմադրիչ, նաև հայտնի որպես դերասան Աշոտ Ադամյանը, ողջույն պարոն Ադամյան, եւ շնորհակալություն մեր հրավերը չմերժելու համար։ Պարոն Ադամյան, դուք հաղորդման ֆորմատին ծանոթ եք, եղել եք մեր տաղավարում հյուր։ Եղել եմ շատ վաղուց, հասել եմ մոռանալ ֆորմատը։ Շատ լավ։ Հիմա ես կհիշեցնեմ, մենք լսելու ենք մեկ լուր վերջին շրջանի իրադարձությունների հետ կապված, Սերժ Սարգսյանի ելույթին վերաբերող մի փոքր լուր կլսենք եւ կփորձենք նաեւ ձեր տեսակետը հասկանալ։ Ռուս ուտոպիստ փիլիսոփա Նիկոլայ Չեռնիշևսկին ասում էր. «Ինչ անել եւ ով է մեղավոր»։ Նախագահ Սերժ Սարգսյանի սահմանադրության փոփոխությունների կենսագործման վերաբերյալ ելույթում ինչ անելն ասվեց, ով է մեղավոր, կրկին անհայտ մնաց։ Սա Գերագույն խորհրդի նախկին падգամավոր Ազատ Աշակյանի խոսքն է։ Աշակյանի դիտարկմամբ նախագահի ելույթը կարող է երկու կողմ ունենալ, կամ սա հերթական ոչինչ չասող ելույթն էր, թեև հաշվի առնելով հանդիպման ընդլայնված կազմը դա անտեսել չի կարելի, մյուս պարագայում ժամանակը շատ կարճ է բոլոր թվարկված խնդիրներին լուծում տալու համար։ Ինք այդպիսի հնարավորություն ունի բարձել ովքեր են երկրի տնտեսությունը քայքայում, ովքեր են նպաստում արտագաղթին, ովքեր են անհավասարություն ստեղծում, այդքան մեծ անհավասարություն ստեղծում մեր երկրում։ Դրանք հարկավոր է բարձել, նրանց պատժել, անպայման պետք է պատիժ լինի եւ թիմը ձևավորել արդեն ոչ թե համագյուղացիների ինստիտուտով, համագյուղացիներ են։ Ես նույնիսկ համաքաղաքացի, համակուրսեցի չի կարելի ասել։ Արդեն դա էլ է, դրանից էլ է իջար։ Համագյուղացիներով ձևավորվում է իշխանություն։ Ուրեմն հարկավոր է միայն ըստ մասնագիտության որակյալ պետք է լինի իշխանությունը, որպեսզի կարողանանք հաղթահարել ստեղծված վիճակը։ Աշակյանը համոզված է, որ նախագահի ելույթի անկյունակարը հասարակությունն էր, ում ասվում էր. «Ես ձեր աջակցության կարիքն ունեմ», նկատում է Գերագույն խորհրդի նախկին падգամավորն ավելացնելով, որ հասարակությունը պատրաստ է աջակցել։ Միայն թե գործը պետք է սկսել։ Ես տեղյակ եմ երկրի վիճակից, բայց դրա մեղավորը չեմ, ընդհանրացնելով Սարգսյանի ելույթը եզրափակում է Ազատ Աշակյանը։ Պարոն Ադամյան, հատկապես վերջին նախադասության հետ կապված ինչ կասեք, ես տեղյակ եմ երկրի վիճակից, բայց դրա մեղավորը չեմ։ Արդյոք կարծում եք, որ իշխանական թևում այդպիսի դիրքորոշում են որդեգրել։ Անշուշտ, ես որովհետև ինքս էլ դեռ տարիներ առաջ այսպիսի մի ինձ համար բնութագիր եմ տվել ներկայիս մեղավորներին։ Չի կարելի հենց այնպես կանգնել ու ասել բոլորս մեղավոր ենք։ Բոլորս մեղավոր ենք, կնշանակի ոչ ոք մեղավոր չի։ Եթե մեղավորի անուն պետք է տանք, ուրեմն ծննդականով, անուն հայրանուն ազգանունով, հասցեով եւ այլն, բոլոր բաներով, որովհետեւ մենք մեր երկրում բարեբախտաբար թե դժբախտաբար հավատացեք ճանաչում ենք բոլոր ավազակներին, կոռուպցիոներներին, խուլիգաններին եւ այլն, ամեն ինչ բոլորին ճանաչում ենք եւ երբ որ մեզ փորձում են հասկացնել մի բան, որ բոլորս ենք մեղավոր, նկատի ունենալով են հայտնի փիլիսոփայական թեզը, որ յուրաքանչյուր ժողովուրդ արժանի է իր իշխանությանը եւ հակառակը, ներողություն, սա տավտոլոգիայի նման մի բան է ստացվում, մենք քիչ առաջ խոսում ենք այդ մասին, հավն է ձվից թե ձուն է հավից, որին պատասխան չենք գտնի։ Այստեղ մի բան կա ընդամենը, հավն էլա ձվից, ձուն էլա հավից, հա, եւ եթե մենք ուզում ենք վերլուծենք դա, ուրեմն պետք է վերլուծենք հավին եւ ձվին։ Հետևաբար ես կողմ եմ այն բանին, որ անուններ պետք է տալ, պարտադիր, եթե չենք տալիս, ապա մեղավորներ իզուր ենք փնտրում։ Եվ ելնելով նրանից, որ ես տեղյակ եմ ինչ է կատարվում երկրում, բայց մեղավորը չեմ, դա կարող եմ ասել ես, ասենք թե դուք, որովհետև ոչ մեկին ոչ կեղեքել եմ, ոչ մեկին չեմ ունեցվածքից զրկել, ոչ մեկին չեմ սպանել, ոչ մեկի հանդեպ թույն չեմ շնչում եւ այլն, երկիրն էլ անդունդ չեմ տանում։ Ոստիկան մարդիկ, ում համար այդ արտահայտությունը զուտ այսպես պոպուլիստական հնարք է։ Ես գտնում եմ այսօրվա իշխանությունը զբաղվում է պոպուլիզմով, առավել եւս բարոյական բաներ ինքը իրավունք չունի ասել մեզ ժողովրդից, որը որ ծվիցա թե հավիցա, մենք արդեն խոսեցինք այդ մասին, հա, գտնվում է ինչ-որ մի պայմաններում, որոնք ունեն այսպես հանգամանքների բերումով իրավիճակների, այսպես նեղ իրավիճակներով երկիր չի լինում, երկիր լինում է հավաքական իրավիճակների մեկնարկով, դեմոկրատիա չտեսած, դեմոկրատիան փնովելը շատ զիլ բան է, բայց եղբայր եկեք հասկանանք, որ մենք դեմոկրատիա ասացին սովետական միության ժամանակներից մինչ օրս չենք տեսել
եւ չգիտենք դա ինչ բան է եւ ինչով են դա ուտում։ Հետեւաբար, այո, ես մեղավոր չեմ, դուք էլ մեղավոր չեք։ Շատ լավ, պարոն Ադամյան, դիտում եք ձեր հարցազրույցները եւ Բաղրամյանի հայտնի դեպքերի ժամանակ, երբ դուք այնտեղ եք նշում եք, որ այ հասարակության այսպես արժանապատվությունը արցնացել է։ Մեր նախազրույցի ընթացքում ես հասկացա, թե դուք որքան մեծ տեղ եք տալիս իրականում արժանապատվությանը, մարդկային, եւ ըստ ձեզ դա արտնացած արժանապատվությունը այսպես ամբողջությամբ արտնացել է, թե դեռ կիսակու, այսպես անջատել զարթուցիչը եւ մի 5 րոպե էլ քնել վիճակում է գտնվում։ Երևի թե արժանապատվությունը ամենաթանկ բանն է, հա, որ մարդը կարող է ունենալ, անկախ նրանից ինքը հայ է, թուրք է, չգիտեմ, ինչ կուզեք։ Արժանապատվություն, որտեղ մարդկային գիտակցության եւ սեփական լինելության, հա, խնդիրն է, որ ես կամ ես ինքս ինձանով ինչ որ բան եմ ներկայացնում եւ ես իզորու եմ ինքս ինչ որ բանի հասնել, որովհետեւ կամավոր բան է, ասենք, լինել ուսյալ կամ տգետ։ Ուրեմն շատ լավ կլինի, որ ես այնքան կուզենայի, որ բոլորը ջանային լինել ուսյալ եւ այդ արժանապատվություն ասածը, եթե դու կրում ես, ոչ ոք չի կարողանա քեզ խաբել։ Հələ հետնել մի քիչ ուսյալ ես, քեզ խաբելը մի քիչ դժվար է։ Հրանտ Մաթեոսյանի ասածի նման են, որ ասում են ձեռը, որ գալիս է խփում է քեզ գլխիդ։ Հələ մի անգամ բռնի էլի այդ ձեռը։ Մի հատ։ Հələ մի հատ էլ հայրական ապտակ դուր տենամ, երկրորդ անգամ գլխիդ կգա։ Մենք ավելի հակված ենք ընդունել այն ձեռքը, որ չես կարողանում կոտրել, բացի հանգամանքների բերումով, գիտեք ոնց այսօր ժողովուրդը մոտավորապես նման է Հիսուսին, երբ որ բերեցին Պիղատոսի մոտ։ Այդ մարդը շատ ազնիվ մաքուր գաղափարներ էր բանանում։ Ինչ լուտանք ասես վրան թափեցին, հետո ծեծեցին, հալ ու մաշ արեցին, տանջահար արեցին, տարան կախեցին խաչից, հա։ Ժողովուրդը այսօր այդ վիճակում է։ Ինչ որ մի ողմակ հարցակվել է ժողովրդի վրա, դե խեղճեր էլ կան, էսեր էլ կան, են էլ կան, բան, արժանապատվությունը չափուկանակով ալնում, դա էլ է չափուկանակով ալնում։ Թեև մենք իհարկե երազում ենք, որ մեր ժողովուրդն իսկապես արժանապատվությունը այնքան բարձր լինի, որ անուն ազգանունով, ճիշտ տեսնելով, այն որ ասում է, խաբվել ես, բայց ձև ես անում, իբր թե դու ներեցեք պետքա մի քիչ այսպիսի բառով ասում, շուստրի ես։ Շուստրին որակ չի։ Շուստրին դա ուրիշ բան է, միտքն է միայն որակ։ Եթե արժանապատվությունը շաղախված է մտքով, քեզ ոչ մեկը չի կարողանա խաբել։ Եվ արժանապատվություն ասածը, այո, պահանջվում է, արթնացել է թե ոչ, ես կասկածում եմ։ Խնդրեմ նայեք ընտրությունների ընթացքին, որոնք ընտրություններ չեն, եւ հավաքականի մեջ կարող ենք եզրակացություն անել, արդյոք մեզանում արժանապատվությունը հասել է այն աստիճանի, որ մենք ցանկանում ենք։ Ոչ մի դեպքում։ Ոչ։ Կարող ենք ասել, որ Բաղրամյանի դեպքերից հետո դուք որոշակիորեն ձեր ունեցած սպասելիքները նաև այդ ամենից չարդարացան եւ այդ բուրըն զարթոնքը, որ այդ պահին կար, բոլորի մոտ շատ ցավալիորեն մարեց եւ ավելի մեծ հիասթափության հանգեցրեց։ Ես հիշում եմ, որ նաև ասեցի մի բան, որ սա շատ մի լավ բան է տեղի ունեցել, որ ինքնագիտակցման, այսպես արթնացման ծիլեր ենք տեսնում։ Սա ինձ ուրախացնում էր, բայց շատ արագ ես այնտեղ տեսա մարգինալացման մի տոտալ ընթացք, ոնց որ ասում են, գիտակցությունն արթնանում է, իսկ հավաքականի մեջ գիտակցությունը նրա թե հանուն ինչի է արթնանում, չէր ստացվում, այսինքն այնտեղ կային բազմաթիվ ուսանողներ, ուսանողություն չկար։ Այդ հավաքականության, հա, մենք վաղուց կորցրել ենք ինստիտուցիոնալ բաները, ասենք, ունենք ուսանողներ, չունենք ուսանողություն, ունենք գիտնականներ, չունենք գիտություն, ունենք արդյունաբերողներ, չունենք արդյունաբերություն, եւ այլն, հա։ Այդ վիճակն է, այսինքն վաղուցը երբ է, պարոն Ադամյան։ Ես կարող եմ ասել նոր ժամանակների գալով, եւ հատկապես ցածուն ասենք, հա, այն ժամանակվանից, երբ որ ժողովուրդը համախմբման հզորագույն կամք դրսևորեց եւ իր վրա կրակեցին։ Իսկ Երևանի կեսից ավելին մինչ օրս տեղյակ չի թե ինչ է եղել։ Ինքը շատ բարձ ձևերով է բանանում։ Սրանք բանդիտ էին, գնացին, վառեցին, նրանք չգիտեն, այն բանդիտները կրակեցին, այս բանդիտները ջարդեցին, բան։ Այսինքն, երբ որ դու տեղյակ չես քո երկրում ինչ է կատարվում, որպեսզի կարողանաս ոչ թե հենց այնպես գնահատական տաս, որը քեզ թելադրում են, այլ ինքդ քեզանով կարողանաս վերլուծել։ Վերլուծականը, եթե մարդու մեջից հանենք, ինքը դառնում է բույս։ Թող ինձ ներեն բույսերը, որովհետև ես կարծում եմ իրենք ունեն հզորագույն ինքնագիտակցություն, կանաչ տերևներ ունեն, այդ կանաչ տերևները երբեք չեն դառնում մոխրագույն,
միայն աշնանը, ասենք, կամ չգիտեմ ինչ, այսինքն ունեն իրենց կոնստիտուցիան, հա, իրենց ընթացքը, իրենց դրվածքները, որից չեն շեղվում։ Հիմա եթե ժողովուրդն էլ կարողանա հասնել դրան, փառք Աստծո, լավ կլինի, բայց ցավոք մենք թերանում ենք, որովհետև ժողովրդի հատվածաբար, հա, կան խեղճեր, դե այդպես է ցանկացած ժողովրդի մեջ կա, նույնիսկ ամենազարգացած երկիրը եթե վերցնենք, այնտեղ կգտնենք խեղճ մարդիկ, տգետ մարդիկ, գիտուն մարդիկ, արժանապատվությամբ լցված մարդիկ, խարիզմատիկ մարդիկ, ուսյալ մարդիկ, անուս եւ այլն եւ այլն։ Բաժիններով կան, բայց միասնականություն որպես այդպեսին, որը կդրսևորվի պետություն ասածով։ Պետությունը դա ընդհանրապես համընդհանուր օրենքն է, որը պետք է լինի բոլորի համար նույնը, ոչ թե ոմանց համար լինի, իսկ ոմանց համար կա թե չկա ոչ մի նշանակություն չունի։ Այսօր մենք գտնվում ենք այդ իրավիճակում բոլորս։ Պարոն Ադամյան, հասարակությունը պետք է առաջին հերթին պայքարի իշխանության դեմ, որին ինքը չի ընտրել եւ որի հերացման մեջ շահագրգռված է, թե հասարակության մյուս շերտի հետ, որը, ձեր ասած, արժանապատվությունը խորը քնած է եւ որոշ դեպքերում եւ նաեւ Բաղրամյանի պարագայում մենք տեսանք նաեւ խանգարում է հասարակության այն հատվածին, որի արժանապատվությունը արտնացել է, որոշել է գալ փոփոխություն։ Ձեր հարցի մեջ մի քիչ ծուղակ կա, որովհետեւ մարդը ամեն դեպքում, այդ որ ասում եմ, ստրուկա, կարող է ինքը գիտակցաբար ստրուկ։ Ես իրավունք չունեմ իրեն, ես կարող եմ իրեն առաջարկել չլինել ստրուկ, բայց եթե ինքը կամավոր ստրուկ է, ես այլևս ոչինչ չեմ կարող անել։ Գիտունը, եթե ինքը ուզում է գիտելիք քաղի, ես չեմ կարող իրեն տգիտացնել եւ ասել, որ գիտես ինչ եղբայր, արի կլինի դու այլևս մի սովորի։ Ինքը ես ասեմ, չասեմ, սովորելու է։ Ես ոչ մեկին ոչինչ չեմ ուզում սովորեցնել։ Եթե մենք խոսում ենք բանդիտ իշխանության մասին, ապա նրա համար, որ ժողովուրդը կարողանա իր վրայից թոթափել այդ բանդիտներին, հա, հավաքականության ինչ որ մի բան պետք է ունենա, որին մենք անդադար այսպես խոսում ենք, ձգտում ենք, առայժմ ցավոք սրտի չունենք, հետեւաբար թոթափել չենք կարող այս պահին։ Այո, կան մարդիկ, ովքեր իրենց գիտակցությամբ, հավատացեք, այս երկրում չեն ապրում։ Այսօր մեր երկրում մենք ունենք երևի մի քանի տեսակի հասարակական տարածքներ, հասարակություններ, այսպես ես ժողովուրդ չեմ ասում, որոշակի ծավալներ մարգինալացված, որոնք տարբեր մշակութային եւ սոցիալ քաղաքական իրավիճակներում են ապրում իրենց մտքում։ Այսինքն գրեթե այս երկրի հետ կապ չունեն։ Վահան Արթրունին ասում է հոգով արտագաղթած։ Ես չգիտեմ ինչ են ասում հոգով արտագաղթ, այսինքն այսպես օտարված շատ ունենք։ Ասած վերաբերում է հենց դրան, որ լինելով այստեղ դու ապրում ես ուրիշ տեղ, քո տարածքում ես ապրում։ Հավաքական, որը մարդիկ հնարել են, այսպես Պլատոնն ասում էր, պետություն։ Խնդրեմ, թող կարդան, խնդրում եմ մի անգամ եւս Պլատոն, այդ պետություն աշխատությունը Պլատոնի հասկանալու համար, թե ինչ ասել է պետություն, չգիտեմ։ Եվ ուզում են ինչ-որ սայլենս արկել, այս խեղճ ժողովրդին, որ ուզում է հարավ գնա, ասենք, թե կպած տանում են հյուսիս։ Եղբայր, չեմ ուզում հյուսիս գնամ, մենք էլ որոշել ենք կարծես թե հարավ պետք է գնայինք։ Այս ուր ենք գնում հյուսիս։ Այսպիսի հեքիաթային իրավիճակ, ֆանտաստիկ։ Պարոն Ադամյան, մեր պատմության ընթացքում մենք երբևէ ունեցել ենք այնպիսի պետություն, որ կցանկանայիք, որ այսօր էլ Հայաստանը լիներ այդպիսի պետություն։ Ոչ մի դեպքում, որովհետև մենք զարգանում ենք, կարծեմ, այսօր մենք երրորդ հազարամյակում ենք գտնվում, հա, ես չեմ ուզում վերադառնամ Տիգրան Մեծի ժամանակները։ Ես չեմ ուզում վերադառնալ դեպի Արգիշտի Լճաշենի կուլտուրա, դա իմ մշակութային հենքն է, որի վրա ես պետք է հենվեմ։ Եվ այսուհետև գնամ առաջ, երբ որ ասում ենք ազգային հենքի վրա, ոմանք թվում է թե տարեխի ու չգիտեմ ինչի մասին է խոսքը։ Եղբայր տարեխի մասին չի խոսքը, ոչ էլ այն որ ասում է թրիկն ու կեղտը իրարից չես տարբերում։ Այդ դրա մասին է խոսքը։ Ներողություն, թրիկն ու կեղտը իրարից տարբերել է պետք։ Ազգային հենքի վրա գտնվել չի նշանակում, որ դու չես կարող լինել ավանգարդիստ։ Չի նշանակում, որ դու չես կարող լինել ինչ ուզես, գնա առաջ, բայց հենվի գիտելիքի վրա, բայց մերժելով գիտելիքը, հա, հենքը, հատկապես բազիսայինը, դու չես կարա գնալ առաջ, դու կխարխափես, կմոլորվես, այ սա ունենք այսօր, գտնվելով այստեղ բազմաթիվ տարբեր տիպի մարդկային, այսպես շերտերի տարածքում, եւ այդտեղ իրանք արտագաղթել են, չեն արտագաղթել, այստեղ են գտնվում, բայց ուրիշ երկրում են ապրում, այդպիսի բաներ շուրջ բոլորը
շատ եմ։ Պարոն Ադամյան, մեր նախազրույցի ընթացքում ցավալի մի բանի մասին խոսեցինք ձեզ հետ, ես հարցրեցի, թե երբ ամեն ինչ իրականում քանդվեց, դա աստիճանական էր, թե միանգամից, դուք նշեցիք, որ ամեն ինչ միանգամից էր, եւ նաեւ հարցին, թե արդյոք այդ ժամանակ արվեստագետների մոտ միտք չէր առաջանում, թե ինչպես կարելի է իրավիճակը փրկել կամ նոր մոդել բերել, որի վրա պետք է նոր պետականություն, նոր մշակույթ կառուցել, չեղավ։ Այս դեպքում կարող ենք ասել, որ հենց այդտեղից էլ սկսվեց հասարակության մեջ, հենց նաև արժանապատվության, այսպես քուն մտնելու, ազգային արժեքներից հեռանալու, ազգային ավանդույթները այսպես փոփոխելու, հարմարեցնելու կամ խեղաթյուրելու այդ ճանապարհը։ Միանգամից փլվելը ես մի քիչ ուրիշ բան նկատի ունեի, որովհետև մինչև փլվելը, այսպես ասած, զարթոնքը, որը որ 88 թվականին տեղի ունեցավ, այսինքն անկախության ցկտումը, այնքան համատարած եւ այսպես ծավալներ ստացավ, որ ժողովուրդն ընդվզեց հսկայական մի կայսրության դեմ։ Մինչև այդ արժանապատվություն, սովետական միությունում արժանապատվություն, ներեցեք, ես իհարկե չեմ ուզում այնտեղ դրական բաներ էլ կային որոշ տարածքներում, բայց դա արժանապատիվ երկիր չէր։ Ծավալ, զենքեր, թնդանոթներ, բան, արժանապատվությունը դա չի։ Արժանապատվությունը այսքան փոքր երկիր է, որը ասենք թե մեզանից մի 10 անգամ մեծ բյուջե ունի։ Հետաքրքիր բան եք ասում, ինչու է մեզ մոտ տպավորություն այնպեսին, որ մենք սովետական միության ժամանակ ավելի լավն ենք եղել, ոչ ավելի լավ ենք ապրել, այլ ավելի լավն ենք եղել, քան թող դրա ասեն նրանք, ովքեր կարծում են, որ այդպես է եղել, բայց ես ասեմ շատ իմ կարծիքով, այդ երկիրը ունենալով նախադրյալներ դառնալ իսկապես հարուստ 1/6 աշխարհի տակը տա։ Ինչ չունես, ամեն ինչ ունես, բայց ապրում ես ինչ որ sense այն աղքատ հարևանի նման, sense խեղճ ու կրակ, չգիտեմ ինչ որ ոհմակ նստել այնտեղ նկարները ամենտեղ կախում, աղոթում են վրեկները, ինչ տարբերություն սա հավատքա թե չէ, աթեիստ էին։ Բայց մի խելացի մարդ, կարծեմ Հռոմի Պապը անունը, էլի, ասաց, որ բոլորս Աստծո տակ ենք ապրում, նույնիսկ աթեիստները։ Դա դեզերքի ընկալումն է, որովհետև բարձրյալ արարիչ այդ գաղափարը մենք մարդ չենք պատկերացնում պապիկ, որը նստած է այնտեղ ու չգիտեմ ինչ դիեզերական գաղափարն է, բոլորս դրա մեջ ենք գտնվում, եւ երբ որ գտնվում ենք այդ կայսրությունում, դա բավականին բոլոր այսօրվա թերությունների ակունքները իսկապես ընդեղ են։ Այդ կաշառքը, այդ չգիտեմ ծանոթովը, այդ չգիտեմ էսը այնը, բայց կային ուրեմն գաղափարախոսություն կար։ Մարդիկ Լենինի դամբարանին նամակներ էին գրում։ Սա մարզազմ է իհարկե, բայց գրում էին։ Ինչու՞, որովհետև ասում էին, այ եթե Լենինն ելներ, Լենինն էլ մի հատ հիվանդ մի մարդ էր, ոնց որ ասում է, իր շահը բանը առաջ տանել, այդ ժամանակ էլ հարմար էր բաման, այսպես անում էին։ Եվ ավարտեմ խոսքս, երբ որ ասում են, որ այսպես սովետը սենց շատ անհասկանալի երկիր էր, որը եթե մարդավայել տեսք ունենար, ինքը ուներ հնարավորությունները իսկապես միացյալ ժողովուրդների, պետությունների բազմազգ, եթե մարդկային դեմք ընդուներ, բայց ինքը ոչ մի ձևի չուզեցավ, չցանկացավ դա անել։ Եվ 88 թվականին հենց ինքը իր ձեռքով փլուզեց։ Ես այդ ժամանակ Մոսկվայում էի սովորում, այդ ժամանակ այդ համագումարին ներկա էի, եւ այնտեղ խոսելով տարբեր հանրապետություններից եկած բանագնացներից, այն ժամանակ այն մաքսիմում ծրագիրը կոնֆեդերացիան էր, որը մերժվեց եւ դարավ Պարադ պլանետ անկախությունների շքերթ, որը բերեց այդ հսկայական տնտեսության, որը այդքան էլ լավը չէր, բայց այնուամենայնիվ կապեր էին բան քանդմանը։ Եվ ուզում ես կինեմատոգրաֆ եղի, ուզում ես ով ուզում ես եղի, դա փլվում է։ Այդ իմաստով ես ասում եմ, որ միանգամից փլվեց եւ դարավ այդպիսի շուկա։ 88-ի մասին շատ խոսեցինք, եւս մեկ անգամ անդրադառնանք, նշում էին նաև Բաղրամյանի դեպքերի ժամանակ, որ այ կա 88-ի զարթոնքի ոգին։ Եթե համաձայն ենք այդ մտքի հետ։ Ես միանգամից ասեմ համաձայն չեմ։ Լավ։ Որովհետև 88-ի ժամանակ, այդ ընդվզումը իսկապես մարգինալացված չէր։ Հիմա տոտալ մարգինալացված է։ Շարունակենք։ Այդ դեպքում արդեն հարցը պարզապես երևի թե դուրս է գալիս, որովհետև ուզում էի հարցնել, եթե մեր հիշողություններում 88-ի զարթոնքը նման էր Բաղրամյանի դեպքերին եւ այն չաշխատեց։ Նման չէ։ Եթե մենք համեմատում ենք, ապա գուցե Բաղրամյանի դեպքերը
թույլ, այսպես թեթևակի նման էին գուցե 88-ին, որովհետև 88-ի հզորությունը, եթե ցավոք դուք չեք տեսել, եթե տեսնեիք, այդ համեմատությունը կամաչեիք անել։ Շատերն են արել, դրա համար են։ Շատերի համար ոչ ես եմ պատասխան տալիս, ոչ դուք։ Մենք կարող ենք ընդհանրապես մեր իմացածը կամ ասել, կամ լռել։ Պարոն Ադամյան, տեսեք, մեզ մոտ մի հետաքրքիր բան նույնպես կա հասարակության շրջանում, մենք քիչ ենք սկսել խառնվել կամ հետաքրքրվել այն իրադարձություններով, որոնք ուղղակիորեն կերտում են մեր ապագան։ Երբ ցեղասպանության 50-ամյակի ժամանակ մարդիկ հենց այդ նույն սովետական միության տարիներն էին, բայց կարողացան կանգնել եւ ասել, որ այ մենք պահանջում ենք մեր հողերը, հիմա մի փոքր դժվար է հասկանալ, թե ինչու 100-ամյակը եղավ եւ մեր ժողովրդի մտքով անգամ չի անցնում հողերի մասին ինչ-որ բան խոսել։ Այն չեք կարծում, պահանջատիրության եւ այդ տեսանկյունից հասարակության մեջ ինչու է այդպիսի փոփոխություն եղել։ Գիտեք, այդ ժամանակ, որը որ դուք ասում եք, Սովետ միության այսպես ճռճռան տարիներն էին 65 թվականին։ Ես շատ փոքր էի, բայց ես օպերայի հրապարակում եղել եմ։ Տեսել եմ այդ մարդկանց, որոնք արցունքներն աչքերին քար էին գցում օպերայի ապակիների վրա, բայց իրանք չէին ուզում ջարդեին օպերան։ Իրանք պահանջն էին իրենց ուզում հասցնել, որ իրենք այլևս գնալու են Ծիծեռնակաբերդ, այլևս հարգելու են զոհերի հիշատակը, այլևս իրենց ոչ մեկը չի կարող ասել, որ դու քո արմատը կտրի եւ հեռացրու քեզանից։ Չկարծեք, թե ամբողջ Հայաստանն էր հավաքվել, բայց հզորագույն շարժում էր, որի հիմնական շարժիչ ուժը ուսանողությունն էր եւ այսպես կոչված ինտելիգենցիան։ Էլի կային քնած մարդիկ։ Երևանի կեսից ավելին քնած էր։ Դե միշտ այդպես է լինում, բայց հզորագույն շարժում, որը համախմբման հզոր, այնտեղ ոչ ոք չէր ասում դու կապույտ գույնի շապիկ ես հագել։ Դրա համար ես քո հետ չեմ գնա։ Իսկ դու կանաչ գույնի ես հագել։ Վարդանիկ կար մի հատ հայտնի, որ ջրի մեքենայի վրա կանգնած չարենց էր արտասանում եւ ժողովուրդը հրճվանքով չարենց էր լսում եւ գնում էր իր պահանջը ներկայացնելու համար։ Հետո ձիերով ոստիկաններն եկան սկսեցին այս ժողովրդին քշելու ծեծել, բայց ժողովուրդը չգնաց։ Հետո ոմանց տարան փակելու, ժողովուրդը գնաց պահանջեց հանեց։ Այսինքն այս ոչ մեկին չէր ասում աչքիդ վերևը ունք կա, որովհետեւ բոլորը միասնական այն սելի պատմությունն է։ Ուզում էին գնային դեպի հարավ ենք կարծեմ նշել, կապ չունի ինչ որ ուղղությամբ, իսկ սայլվորը ուզում էր շեղել, չէինք շեղվում։ Ավելի ճիշտ ես շատ փոքր էի, ես ընդ չէի կարող շեղվել կամ չշեղվել, բայց այդ մարդկանց դժվար էր շեղել։ Եվ այդ ժամանակ ես զգում էի, որ մենք Հայաստանում ունենք ուսանողություն։ Մենք Հայաստանում ունենք այսպես ոնց ասեմ, մարդիկ, որոնք որ մտքի թռիչք ունեն, գիտակցություն ունեն, այսպիսի հավաքական բան կար, ներքին գզվրտոց բացարձակ չկար։ Նրանց շեղել չհաջողվեց, արդյոք իրենց հաջորդներին էլ չհաջողվեց։ Եթե հաշվի առնենք մեր հիմիկվա դիրքորոշումը։ Հիմիկվա դիրքորոշումը մենք ոնց համեմատենք նրա հետ։ Եթե մենք համեմատենք 88-ի հետ, մենք այսօր իրավիճակում ենք գտնվում։ Մի իրավիճակում, որտեղ որ այն ինչին որ ձգտում էինք, մենք գրեթե կորցրել ենք։ Այսինքն ինքնուրույն պետություն լինելու բոլոր լծակները կորցրել ենք, որովհետև մեր հյուսիսային բարեկամը, այսպես ասած, ամեն դեպքում ուզում է, որ մենք ֆորպոստ լինենք։ Ցավոք սրտի, հարգելով այդ ժողովրդի կուլտուրան իր նման պետություն լինել, ես չեմ ուզում։ Այդպիսի պետություն, ոնց որ Ռուսաստանն է այսօր, ես չեմ ուզում։ Բայց ես հարգում եմ նրա մշակութային ավանդույթները, դրվածքները, բայց ներեցեք, ինչի մասին ենք խոսում։ Եվ եթե մենք խոսում ենք, թե արդյոք այսօր ունենք այդ արժանապատվության եւ պետականության զգացողությունն ու իսկապես այդ մեկնարկները եւ գնում ենք դեպի այդ, իհարկե ոչ։ Մենք այսօր գավառի կարգավիճակում ենք, ցավոք սրտի։ Արժանապատվություն ասածը բան չի, որ սրա նրա ասածը առանց մտածելու կատարես։ Միտք ունես, մտածի, ինչ որ բան արա, այդ քաղաքական միայն իրավիճակներով բացատրել, թե երկրի ներսում հետևաբար դրա համար էլ կան այսպիսի բաներ, որովհետև դա շատ սխալ է։ Դու լավ եղի տենամ նորից վերադառնամ Հրանտ Մաթեոսյանին։ Հələ մի հատ ձեռքը բռնի տենամ երկրորդ անգամ գլխիդ կգա։ Եվ վերջին հարցը, պարոն Ադամյան, ինչը պետք որ համայնքը լինի զորավոր։ Խելք։
Շնորհակալություն։ Ես մաղթում եմ, որ հնարավորինս մեր երիտասարդությունը սովորի, ուսում առնի, գիտելիք առնի, որպեսզի իրեն ոչ ոք չկարողանա շեղել եւ խաբել։ Շնորհակալ եմ անչափ պարոն Ադամյան։ Ես հիշեցնեմ, դուք լսում կամ դիտում եք Թարմ ուղեղով հաղորդումը, տաղավարում աշխատեց Լուսինե Հովակիմյանը, այսօր իմ հյուրն էր ռեժիսոր, բեմադրիչ, նաև ավելի հայտնի որպես դերասան Աշոտ Ադամյանը։ Ցտեսություն։